Հայաստանում երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրները դառնում են ավելի տարածված։ Ըստ ազգային գիտահետազոտական հերացի վերլուծական կենտրոնի հոգեկան խանգարումների 50-ից 75%-ը սկսվում է մանկական եւ դեռահասային տարիքում։ Խնդրի պարադոքսն այն է, որ հոգեկան խանգարումների 50-ից 75%-ի սկիզբը բաժին է ընկնում հենց մանկական եւ դեռահասային տարիքին։ Հետազոտությունների տվյալների համաձայն հոգեկան խանգարումների դրսևորման միջին տարիքը կազմում է 14.5 տարի, իսկ դեպքերի 48.4%-ը սկսվում է մինչև 18 տարեկանը։ 10-ից 19 տարեկանների շրջանում հիվանդությունների ընդհանուր բեռի կառուցվածքում հոգեկան խանգարումները զբաղեցնում են 15%։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հոգեբաններն էլ իրենց ճակատում են կռիվ տալիս, որպեսզի պատերազմի մասնակիցներին եւ նրանց հարազատներին վերադարձնեն բնականոն կյանքի։ Սուր տրիգերները կարող են լինել պատերազմներ, երկրաշարժեր, կորուստներ, ծանր բաներից հետո պետք է լինի։ Այո, բնականաբար վերջի քանի տարիների ընթացքում բավական մեծ թողողի մեջով անցավ մեր ժողովուրդը, իսկ պատճառով բնական է, որ կարա լինի հոգեկան առողջության խնդիրների աճ։ Մասնագետների գնահատմամբ խնդիրը միայն բժշկական չէ, այն ունի նաև սոցիալական եւ տնտեսական լուրջ հետևանքներ։ Խնդրի մասշտաբը տեսանելի է նաև ազգային վիճակագրությունում։ Մասնագետները նշում են, հոգեկան խանգարումների առաջացմանը նպաստում են մի շարք ռիսկի գործոններ՝ անբարենպաստ ընտանեկան մթնոլորտը, բուլինգը, սոցիալական մեկուսացումը, բռնությունը, տնտեսական դժվարությունները, ինչպես նաև երկարատև հոգեբանական սթրեսը։ Հոգեմետ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումները ընդգրկում են դեռահասների 1.3%-ը, իսկ ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումները 1.2%-ը։ Դա էլ է ոչ պակաս տրիգեր, որը կարա այս կամ այն հոգեկան խնդրի դուրս գցելու պատճառ հանդիսանա, այսպես ասենք, հա։ Որում նաև աղջիկների։ Դե հա, որքանով էլ որ զարմանալի է, ու համենայն դեպս հիմա ինձ համար զարմանալի չի, որտեղ բավականին հանդիպում է, բայց այնպիսի խնդիրներ, որոնք ընդունված էր հիմնականում տղամարդկանց մոտ համարել, անգամ կախվածությունները, խաղամոլություն եւ այլն, այո, հիմա դե նույն չափով չէ, բայց բավականին շատացել է նաեւ կանանց աղջիկների շրջանում։ Մասնագետների կարծիքով մանկական եւ դեռահասային հոգեկան խանգարումների աճը կայուն գլոբալ եւ ազգային միտում է։ Խնդրի լուծումը պահանջում է միջոլորտային եւ համակարգային մոտեցում, առողջապահության, կրթության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների համատեղ մասնակցությամբ։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։